Հարգելի հետևորդներ, ես այժմ գտնվում եմ Լոռու մարզի գյուղերից մեկում։ Հիմա ես կմոտենամ լճակներին եւ կնկարահանեմ լճակները, այստեղ կան գեղեցիկ լճեր, ինչպես նաեւ կա գեղեցիկ կղզի։ Ես մի ձեռքով բռնել եմ հեծանիվից ղեկը, իսկ մյուս ձեռքով հեռախոսս։ Այստեղ մի փոքր կանգ առնեմ։ Ահա տեսեք ինչի ասքանչ վայրում եմ ես հիմա գտնվում։ Այս է իսկական հաճույքը, տեսեք։ Ամբողջությամբ եղևնիներ են։ Տեսարանը իսկապես հիասքանչ է, անկեղծ եմ ասում, բուրմունքը այս եղևնիների ծառներից բավականին անուշ բուրմունք է տարածվում շրջակայքում։ Ահա տեսեք ինչ հիասքանչ վայրում եմ ես հիմա գտնվում։ Իմ ուսապարկում կա խմելու ջուր եւ հեռադիտակ։ Ես քիչ կողքս գտնվում է լճակը։ Մի քիչ հետո կցուցադրեմ գեղեցիկ լճակը, ինչպես նաեւ իմ մոտակայքում կա նաեւ խորոված անելու համար նախատեսված մաղալանոց եւ տաղավար։ Իսկ այստեղ ինչպես արդեն տեսնում եք, ամբողջությամբ տարածքը շրջապատված է գեղեցիկ եղևնիներով եւ այս եղևնիներից բավականին անուշ բուրմունք է տարածվել շրջակայքում։ Իսկ ծիտիկների ճռվողյունն էլ, ծիտիկների ծլվելոցն էլ մի առանձին հմայք է հաղորդում բնության այս խաղաղությանը եւ բնության այս գողտրիկ ներդաշնակությանը։ Սա էլ իմ հեծանիվն է, բնության ֆոնին, ահա տեսեք, սա էլ իմ հեծանիվի լուսարձակներն են, գիշերը երթևեկելու համար նախատեսված։ Տեսարանը այնքան գեղեցիկ է, որ չեմ ուզում կտրվել, անընդհատ ուզում եմ վայելել այս տեսարանը։ իսկապես հիասքանչ է, անկեղծ եմ ասում։
Ահա Եղևնիների ճյուղերի արանքից շողարցակում է Արեգակը։ Կարծես ինչ-որ մի ամերիկյան գյուղում գտնվելուց լինեմ ես, վայրի տայգաներում։ Սա այդ տաղավարն է խորոված անելու համար նախատեսված, սա մաղալանոցն է, հերվում լիճն է երևում, հիմա մոտենամ լճակը մոտիկից ցուցադրեմ։ Ահա բա այս տեսարանը տեսեք ինչքան գեղեցիկ է, ուղղակի հրաշք է, այս ճանապարհը երկու կողմերից շրջապատված է լճակներով, ահա տեսեք, սա ճանապարհն է, աջ կողմում լճակ, ձախ կողմում լճակ, իսկապես հրաշք է։ Ափսոս հիմա իմ ձեռքին կարթ չկա, այլապես ես կփորձեի կարթով ձուկ որսալ այստեղ։ Միայնակ գտնվել բնության այս խաղաղության մեջ եւ վայելել բնության այս ներդաշնակությունն ու խաղաղությունը, սա իսկապես երանելի վայելք է, արբեցնող վայելք է։ Հիմա ցուցադրեմ մյուս կողմում գտնվող լճակը։ Ահա տեսեք ինչ գեղեցկություն է, այստեղից խմելու ջուր է գալիս, հիմա ես իմ ուսապարկում գտնվող ջուրը կթարմացնեմ և այստեղից խմելու ջուր կվերցնեմ անպայման։ Տեսեք ինչ գեղեցկություն է։ Սա լքված նավակ է, սա էլ հանգստի տաղավար է, սա նորից խորոված անելու համար նախատեսված մաղալանոց է, այսինքն լիակատար հանգիստ վայելելու համար այստեղ գրեթե բոլոր պայմանները ստեղծված են և բնականաբար ամենաառաջի պայմանը դա բնությունն է, որ
բնության գրկում էր դու քո հանգիստը վայելում։ Տեսարանը իսկապես սքանչելի է։ Անընդհատ կարելի է գովերքել բնությունը։ Սրանք էլ փոքրիկ այծուկներն են։ Հիմա ես կթարմացնեմ իմ ուսապարկում գտնվող ջուրը եւ խմելու ջուր կվերցնեմ ինձ հետ։ Ահա այս աղբյուրից։ Ինչպես կասեր տաղանդավոր երգիչ երգահան Արթուր Մերչյանը, աղբյուրի ջուրը կխմեմ եւ կհագենամ։ Ահա իմ հեռադիտակն է։ Բնականաբար հեռադիտակով բնության տեսարանները ուսումնասիրելը շատ ավելի հետաքրքիր է։ Այսինքն դու շատ ավելի մոտ տարածությունից ես ուսումնասիրում բնության տեսարանները։ Այս հեռադիտակը մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ բնության տեսարանները մոտ տարածությունից ցուցադրում է։
Այստեղ նույնպես ինչպես արդեն տեսնում եք գտնվում են մի քանի հատ լճակներ եւ բնության գողտրիկ տեսարաններ են ամբողջությամբ իմ աջ կողմում գտնվում է գետակը, որը քչվում է քիչ այնպես նկարահանեմ եք ցուցադրեմ նաեւ գետակը Ահա մի լճակ էլ այնտեղ է, այսինքն երկու լճակներ, աջ եւ ձախ կողմերում, իսկ այստեղ արդեն գետակն է գտնվում, ահա տեսեք։ Այս գետակի ձայնը, այս գետակի մեղմանուշ ձայնը կարելի է ասել քո մարդու ներաշխարհի վրա բավականին բարերար ազդեցություն է ունենում, համենայն դեպս ինձ վրա բավականին բարերար ազդեցություն ունեցավ այս գետակի ձայնը։
Սա էլ գետակի մյուս ափն է, մյուս կողմն է։ Դա նույնպես ցուցադրեմ։ Իսկապես հիասքանչ է, անկեղծ եմ ասում։ Ահա, այստեղ կա նստարան։ Եվս երկու լճակներ։ Աջ և ձախ կողմերում, ահա տեսեք։ Սա էլ այն կամուրջն է, որի վրայով ես քիչ առաջ անցա։ Սա էլ նեղլիկ կածան է, նեղլիկ արահետ։ Այս կածանը տանում է դեպի լճակի մյուս ափը։ Ահա, այնտեղ էլ հեռվում իմ հեծանիվն է կանգնած։ Քիչ հեռվում գտնվում է կղզին։ Քիչ հեռվում գտնվում է կղզին, հիմա ես ուղևորվեմ դեպի կղզին և կղզին նույնպես կնկարահանեմ, բավականին գեղեցիկ է, լճակի վրա կառուցված է արհեստական կղզի։ Սա էլ մյուս լճակն է։
Այժմ ես ուղևորվեմ դեպի կղզին։ Ահա եւս մեկ լճակ։ Սա նույնպես նկարահանեմ եւ ցուցադրեմ։ Կղզին ահա այսպես պետք է մուտք գործել։ Հիմա ես այս ճանապարհը տանում է դեպի կղզին։ Ահա հեռվում նշմարվում է կղզու ծառները։ Հասանք կղզին, վերջապես։ Այս իսկական հրաշք է։
Չեցի մեզ թաղվեցին։ Այստեղ կղզին ահա սա է, բայց ես սա է կղզին, մի քիչ հետո կգամ այստեղ մի հատ բան մոռացա նկարեմ, հիմա հետ գնամ իմ եկած ճանապարհով մի փոքր ավելի ուշ նորից կվերաթողնամ այստեղ ես ահա այստեղ թաղվեցի իմ հեծանիվով ահա սա իմ հեծանիվի ճանապարհն է որ թաղվեցի այս ցեխի մեջ սա իմ հեծանիվի անիվների հետքերն են Ահա այս տաղավարն էի ուզում նկարահանել և ցուցադրել, դրա համար հետ եկա։ Հիմա այս աստիճաններով բարձրանամ վերև։ Սա կարծեմ վճարովի տաղավար է։ Այստեղ էլ կա խորոված անելու համար նախատեսված համապատասխան հարմարանք։ Այո, սա վճարովի տաղավար է, ներսում փակցված է վճարովի գրառումը, որպեսզի գովաստ չլինի, դա չեմ ցուցադրում։ Այստեղ կա լամպ, այսինքն հոսանք է քաշած այստեղ։ Բնությունը մեր տունն է, մաքուր պահենք այն։ Այո, լիովին համամիտ եմ այս գրառման մեջ նշվածի հետ։ Իսկապես շատ գեղեցիկ տաղավար է կառուցված։
Ահա տեսեք վճարովի գրած է, ներքևն էլ հեռախոսահամարն է գրված, որը չեմ ցուցադրում, որպեսզի գովաստ չլինի։ Տաղավարը իսկապես գեղեցիկ է, բնության ներքո, իսկ շրջակայքում տարածվել է եղևնիների անուշ բուրմունքը։ Ահա տեսեք, ամբողջը եղևնիներ են։ Չգիտեմ ում է պատկանում այս բիզնեսը, այստեղ գտնվող բոլոր տաղավարները վճարովի են և տեղյակ չեմ պետությանը հարկ վճարում են արդյոք, թե ոչ։ Ես վերադարձա իմ հեծանիվի մոտ, հիմա արդեն կարող եմ գնալ կղզին։ Այստեղ կարող են նաև օձեր էլ լինել։ Կարող են նաև օձեր լինել, սակայն թունավոր չեն, բարեբախտաբար թունավոր չեն։ Եթե օձ տեսնեմ, կփորձեմ բռնել, ուսումնասիրել օձին և այնուհետև նորից բաց կթողնեմ բնության մեջ։ Չնայած հնարավոր է նաև հայկական իժ տեսակի օձել լինի այստեղ, այ արդեն հայկական իժը թունավոր է։ Այնուամենայնիվ, եթե ես օձ տեսնեմ, օձի աչքերից կամ պոչից, պոչի կառուցվածքից, թեփուկներից կարող եմ պատկերացում կազմել այդ օձը թունավոր է թե ոչ։ Ահա կղզին է, հիմա ես այս կամրջակով պետք է անցնեմ։
Նախ ասեմ, որ թունավոր օձի աչքերը կատվի աչքերի նման շեղ են լինում, իսկ ոչ թունավոր օձի աչքերը կլոր են լինում եւ միայն օձի աչքերին նայելով կարելի է հստակ պատկերացում կազմել օձը թունավոր է թե ոչ, իսկ եթե հանկարծ թունավոր օձը խայթել է ձեզ կամ ինչ-որ մեկին, ապա շատ սխալ է ժգուտ կապելը, լարանը, ժողովրդական լեզվով ասած ժգուտը, քանի որ դա կարող է նպաստել հյուսվածքների մեռուկացմանը եւ եթե թունավոր օձի խայթած հատվածում ժգուտը կապեք, լարանը կապեք, ապա հնարավոր է մարդու վերջույթները արդեն անդամահատեն։ Նաեւ խստիվ արգելվում է բերանով թույնը արտածծելը եւ թքելը, որովհետեւ հնարավոր է մարդու բերանի մեջ լինի փչացած կամ փուչ ատամ եւ թույնը մարդու փչացած ատամի միջոցով կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ։ Այդ իսկ պատճառով խստիվ արգելվում է նաեւ թույնը արտածծել։ Եթե թունավոր օձը խայթել է ձեզ, ընդհանրապես անհրաժեշտ է ուժածին պարկեցնել մեջքի վրա, գլխի տակ դնել ինչ-որ փափուկ բարձ կամ փափուկ ինչ-որ շորի կտոր եւ անհրաժեշտ է տուժածին անմիջապես անհապաղ հոսպիտալացնել, այսինքն տեղափոխել մոտակա հիվանդանոց։ Հայաստանի Հանրապետության բոլոր հիվանդանոցներով ապահովված են հակագյուրզին կոչվող հակաթույնով եւ որը անվճար է, անմիջապես հակաթույնը ներարկվում է, որի արդյունքում հնարավոր է լինում փրկել տուժածի կյանքը։ Սա մի փոքր ուսուցողական տեղեկություններ այն դեպքում, թե ինչպես վարվել օձի գծելու դեպքում, այսինքն երբ որ դուք հայտնվեք նման իրավիճակում, արդեն կհասկանաք, թե ինչպես պետք է վարվել այդ իրավիճակում։ Իսկ այս լիճը բավականին խորն է, մոտ 2-3 մետր խորություն ունի։ Ես տեղյակ եմ, որ այս լճում նախկինում տարիներ առաջ խեղդվել են մի քանի երիտասարդ տղաներ, իհարկե ալկոհոլ օգտագործած վիճակում մտել են լիճը եւ դա իրենց համար եղել է ճակատագրական, այնպես որ հորդորում եմ հանկարծ ալկոհոլ օգտագործած վիճակում լիճը մի մտեք ձերիսկ անվտանգությունից ելնելով, հատկապես այն պարագայում, եթե լողալ չգիտեք։ Հիմա փորձեմ կամրջով անցնել դեպի կղզին, այնուհետև հետ կգամ այստեղ։ Ամուրջը շարժվում է, իհարկե մի փոքր վտանգավորել է այստեղ գալը, քանի որ կան բռնվելու հարմարանքներ, իսկ այնտեղ ցանցաթաղանթը լրիվ փոխված է, եթե ոտքդ անզգուշաբար դրեցի, ուշնում ես լիճը։ Շարժվում է, ամուրջը շարժվում է, ուզում է տարուբերվում է։
բավականին վտանգավոր է, քանի որ կամուրջը անընդհատ շարժվում է։ Պետք է զգույշ լինեմ հանկարծ ոտքս չսայթաքի, ահա տեսեք, այստեղ կտրված է արդեն ցանցաթաղանթը։ Պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինել։ Իսկ այստեղ տեսեք, ցանցաթաղանթը պոկված է, միանը զգույշ շարժում եւ կընկնես լիճը։ Դրա համար պետք է շատ զգույշ լինել։ Ցավոք, ինչպես արդեն տեսնում եք, չկան պաշտպանիչ արգելապատնեշներ չկան։ Աջ եւ ձախ կողմերում չկան պաշտպանիչ արգելապատնեշներ։ Այնպես որ եթե բարձրությունից կամ ջրից վախենում եք, խորհուրդ չեմ տա նման ճանապարհով անցնել, որովհետեւ եթե սայթաքեցիք, ընկնելու եք մոտ 3 մետր խորություն ունեցող լիճը։ Սակայն ես էքստրեմի սիրահար եմ, սիրում եմ էքստրեմալ պայմաններում գտնվել, էքստրեմից ես ադրենալին եմ ստանում, դրա համար շրջանցելով վտանգը եկել եմ այստեղ և հիմա փնտրում եմ թունավոր օձեր, որտեղ եք դուք, թունավոր օձեր, Գալիս եմ ձեզ բռնեմ, ուսումնասիրեմ, այնուհետև բաց թողնեմ բնություն։ Օձերը կարծում եմ ահա այնտեղ հեռվում կլինեն, եթե լինեն, քարերի վրա պառկած, պետք է որ այնտեղ լինեն։ Քիչ անջերս կգնամ այնտեղ, տեսնեմ օձեր կան թե ոչ։ Առաջ բարեբախտաբար ինձ հաջողվեց բարեհաջող մուտք գործել կղզին, ես արդեն կղզու վրա եմ, սա իմ եկած ճանապարհն է, հեծանիվս կանգնեցրել եմ հեռվում, իհարկե եթե այս ցանցաթաղանթները վնասված չլինեին, ես անտեսելով վտանգը եւ ահա տեսեք ցանցաթաղանթները, տեսնեք ինչպես են վնասված, փոսընկած, եթե ցանցաթաղանթները վնասված չլինեին եւ ամուր լինեին, պոկված չլինեին, ես անտեսելով վտանգը, անտեսելով ահա այս արգելապատնեշների բացակայությունը անտեսելով, հավաստիացնում եմ, որ իմ հեծանիվով կգայի այս կամրջակի վրայով, նույնիսկ ան պարագայում, երբ որ աջ եւ ձախ կողմերում չկան արգելապատնեշներ։
Միայն թե այս ցանցաթաղանթները լինեին ամուր։ Հավաստիացնում եմ, որ հաստատ հեծանիվով, որովհետև ես շատ հմուտ հեծանվորդ եմ, հեծանիվով տարածությունը լայն է համենայն դեպս, հեծանիվի համար լայն ճանապարհ է սա։ Մի ուղղությամբ էսպես կգնայի առանց հեծանիվի ղեկը թեքելու։ Դա էլ է էքստրեմալ սպորտ, հեծանիվով գնալ ահա այսպիսի ճանապարհով։ Բայց քանի որ հիմա ցանցաթաղանթները վնասված են, ահա տեսեք, հետևաբար ես չեմ համարձակվի հեծանիվով այս կամրջի վրայով գնամ, որովհետև դա հավասարազոր կլինի զոհաբերել իմ հեծանիվը, որովհետև հեծանիվս ընկնելու է ջուրը, ես նույնպես իհարկե ինձ բան չի լինի, որովհետև լողալով դուրս կգամ, բայց հեծանիվս կզոհաբերվի։ Ահա տեսեք ցանցաթաղանթները ինչ վիճակում են, անմխիթար վիճակում են, այսինքն հնարավոր չէ այս ճանապարհով հեծանիվով գնալ։ Իսկ իմ հեծանիվը բավականին թանկարժեք հեծանիվ է, 29 համար, ալյումինի ռամով և բավականին թանկ եմ ես ձեռք բերել, թանկ գնով եմ գնել։ Այստեղ օձեր դժվար լինեն հիմա, այն շոկ ամառը կարող է լինի օձ, օգոստոս ամսին։ Օգոստոս ամսին նորից կգամ այստեղ, այն ժամանակ հաստատ օձեր կլինեն։ Մի քանի օր առաջ ես իմ ընկերների հետ միասին այստեղ էի, խորոված եմ արել, խորոված ենք արել։ Այդ տեսանյութը նույնպես նկարահանել և տեղադրել եմ իմ YouTube-յան ալիքում։ Այս ինչա։ Հոսանքն է։ Խիստ վտանգավոր է, չգիտեմ ես ինչ են էսպես արել։ Ահա տեսեք բարձրությունը հոսանքալար է։ Ահա տեսեք։ Եվ այս կաբելը մալուխը ընկել է ներքև։ Հիմա պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այս ամենի վրա։ Եկեք անհապաղ վերանորոգեք այս հոսանքալարը, որպեսզի հանկարծ որևէ մեկը չհոսանքահարվի։ Ահա տեսեք։ Երևում է, որ էլեկտրասյուն է սա, վերևում կա էլեկտրականություն, հստակ երևում է էլեկտրականության այդ մեխանիզմները։ Ահա շնուրով, կաբելով էլեկտրականություն է քաշվել դեպի մյուս ափում գտնվող տաղավարը, հավանաբար։ Այս էլ ցած ընկած մալուխն է, հաղորդալարը, չգիտեմ ինչպես ասա կոչվում։ Ամեն դեպքում պետք է զգույշ լինել, որպեսզի հանկարծ չհոսանքահարվեք։ Լավ էր նկատեցի։ Միգուցե եթե ուժեղ քամի լինի, այս էլեկտրասյունը միգուցե վայր ընկնի ինչ-որ մեկի վրա։
Պետք է շատ զգույշ լինել։ Իսկ այս կողմով ընդհանրապես ճանապարհ չկա մյուս ափը անցնելու, լճի մյուս ափը կամուրջը քանդված է։ Իսկ այս ծառի ճյուղերն էլ հավանաբար քամին է ջարդել։ Բայց տեսարանը, ինչ խոսք, բավականին գեղեցիկ է, բավականին գողտրիկ բնություն է, բնության ներդաշնակություն, խաղաղություն։ Այստեղ ես աղջիկների հետ եմ շատ եղել։ Եթե կողքդ մարդ չլինի, այստեղ կարելի է նաև աղջկա հետ գալ, որովհետև բավականին ռոմանտիկ մթնոլորտ է, բավականին ռոմանտիկ միջավայր կարելի է ստեղծել։ Ավելի ճիշտ այս միջավայրում կարելի է ստեղծել բավականին ռոմանտիկ մթնոլորտ։ Այսպես ձևակերպեմ միտքս։ Տեսնենք միգուցե ես առաջիկայում աղջկա հետ գամ այստեղ։ Իհարկե այնպիսի համարձակ աղջկա հետ, ով համարձակություն ունենա, ահա այս կամրջի վրայով քայլել։ Չնայած ես կբռնեմ այդ աղջկա ձեռքը եւ կամուրջը անց կկացնեմ բնականաբար։ Լավ է, եղանակը անձրևային չի, ահա տեսեք ինչ կապուտակ երկինք է, անամպ երկինք։ Այստեղ էլ կարող է օձ լինել, ահա այս փարթամ բուսականության մեջ, պետք է զգույշ լինել հանկարծ օձին չտրորեմ։ Բայց այս էլեկտրասյունը իսկապես վտանգավոր է։ Ինչ-որ մեկը եթե խմած եկավ այստեղ կամ եկավ այստեղ ալկոհոլ օգտագործեց, հնարավոր է հոսանքահարվի։ Դրա համար անհրաժեշտ է անհապաղ վերացնել ահա այն կախված մալուխը, տեսնում եք, էլեկտրական սյունից մալուխը կախված։ Սա հաստատ ինչ-որ մեկին կարող է հոսանքահարել։ Ամենտեղ վտանգ է, կամուրջը վտանգ։ Մի փոքր անուզգույշ շարժում եւ ոտքդ կսայթաքի կընկնես լիճը։ Այստեղ էլեկտրահարվելու վտանգ։ Խոտերի մեջ թունավոր օձի խայթելու վտանգ։ Սակայն ես անտեսելով վտանգը, շրջանցելով վտանգը, եկել եմ այստեղ, որպեսզի նկարահանեմ բնության հրաշք տեսարաններ։
Տեսեք, լավ էր նկատեցի շուտ։ Մյուս կողմից նկարեմ, որ լավ տեսանելի լինի։ Ահա տեսեք, ցանցը ամբողջությամբ պոկված է։ Ոտքը տանը զգույշ դրեցիր, ընկնում ես լիճը։ Այնտեղ էլ իմ հեծանիվն է կանգնած։ Կամուրջը ինչպես է ճոճվում։ Քիչ ամենում կամուրջը պոկվի, այնպես է ճոճվում։ Կարծես երկրաշարժ լինի։ Ահա այստեղ նույնպես տեսեք, ցանցը պոկված է։ Սա էլ կղզին է, հեռվից եմ հիմա ցուցադրում, քիչ առաջ ես այնտեղ էի։ Վտանգավոր, բայց գեղեցիկ։ Ինչպես կինը, կինն էլա, չէ այդպես, կինն էլա գեղեցիկ, սակայն վտանգավոր, այնպես էլ այս բնության տեսարանները, գեղեցիկ, սակայն վտանգավոր, այո, կնոջը կարելի է համեմատել բնության հետ, որովհետև եթե տղամարդու կյանքում կին կա, կնոջ ներկայությունից արդեն տղամարդու կյանքը ծաղկում է և զարթոնք է ապրում։ Հիմա իմ եկած ճանապարհով հետ գնամ։ Բարեբախտաբար ես լիճը չընկա, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Հարգելի հետևորդներ, այսքանով ես ավարտում եմ իմ այսօրվա նկարահանումները։ Հուսով եմ, որ ձեզ դուր եկավ իմ այս տեսանյութը բնության գրքում։ Եթե ձեզ դուր եկավ բնության գրքում նկարահանված իմ այս տեսանյութը, կխնդրեի սեղմել լայք և բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք
իմ հետագա տեսանյութերը, որոնք պետք է նկարահանեմ բնության գրքում։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Այժմ ես մի փոքր հեռադիտակով նայեմ։ Այս հեռադիտակով բավականին պարզ ցույց է տալիս մինչև 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնության տեսարանները։